Կառավարությունը ունի ծրագիր 2021-2026 թվականների, որը իրագործում է եւ կառավարությունը գործում է մինչեւ նոր կառավարության ձևավորումը եւ ցանկացած գործողություն, որ իրականացնում է կառավարությունը, ըստ էության լեգիտիմ է եւ տեղավորվում է այդ ծրագրի շրջանակներում կամ բխում է ծրագրից։ Ինչ վերաբերում է մինչև այդ չանելու կամ անելու հայտարարությունների, մենք մինչև այդ բարձրացրել ենք այլ եղանակով կենսաթոշակների եւ նպաստները հետվճարի եղանակով, մինչև այդ եղել են նաեւ ուղիղ բարձրացումներ, նկատի ունեմ մի քանի տարի առաջ, ինչպես նաեւ այլ առավելություններ են տրվել, օրինակ մեր բազմաթիվ կենսաթոշակառուների 65+-ի դեպքում, օրինակ առողջության ապահովագրությունը եւ այլն։ Բայց նաև եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել, դա մեր տնտեսական աճի ցուցանիշն է 2025 թվականի, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել հարկաբյուջետային քաղաքականության եւ նաև որոշումներ կայացնել, որոնք որ մինչեւ դա ավելի ռիսկային էին թվում եւ դրանով պայմանավորված որոշում է կայացրել, որ բոլոր կենսաթոշակները, գրեթե բոլոր կենսաթոշակները, խոսքը 667,000 մարդու է վերաբերվում, բարձրանալու են 10,000 դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ, մենք ունենք դեպքեր մինչև 10,000 դրամներ, այսինքն օրինակ կերակրող կորցնելու կենսաթոշակներ եւ այլն, եւ շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել, ասենք 8 կամ 7,000 դրամ, դա խոսքը վերաբերում է շատ փոքրաթիվ մեր քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում, նկատի ունեմ միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիների է վերաբերում։ Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար, կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որը մենք ունենք ըստ էության եւ վերաբաշխումների միջոցով կտեղափոխենք մեր բյուջե, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջե, իսկ բուն որոշումը, որը մի որոշում չի, լինելու են մի քանի որոշումներ, հավանաբար կամ մոտակա կառավարության նիստին կամ դրանից հետո կընդունվի, որտեղ նաեւ ծրագրային ապահովման բանաձևերի մեջ փոփոխություններ պետք է իրականացնենք, որի համար անհրաժեշտ է իրավական հիմքերը մեզ։